Եթե ավելի ման Հա, ո՞տ ազգանուն է, էլի։ Ոտից գցեմ, կոֆե խմեմ։ Հա։ Ազնի խոսք ես ոչ մեկի գրպանը չեմ մտնում, դրա մասին չի խոսքը, ուղղակի ես ուզում եմ, որ յուրաքանչյուրը իր տեղում լինի։ Պետք է որակյալ գործը բեմադրվի ժամանակին համահունչ։ Դպրոցը ավարտելիս արդեն կողմնորոշվել էի, որ ուղղությամբ շարունակեմ եւ նախապատրաստվում էի արդեն։ Նյութերն էի վերցրել, ինքս ինձ համար պարապում էի։ Թղթերը հանձնեցի, չընդունվեցի առաջի տարին բնականաբար, չգիտեմ ինչու բնականաբար, բայց չընդունվեցի։ Հաստատ լավ պատրաստ չէի դրա համար։ Ու գնացի պետական համալսարան, որպեսզի ընդունվեմ ֆիզիկայի ֆակուլտետ։ Նախապատրաստական կուրսեր, մասնակցում էի այդ կուրսերին, բայց կես տարի հետո դասախոսս ֆիզիկայի կանչեց իր մոտ եւ ասեց. «Խնդրում եմ, գնա, այս քո տեղը չի»։ Երևի երջանիկներից մեկն էի, ում բախտ վիճակվեց ընկնել Սոս Սարգսյանի կուրս, որտեղ ծանոթացա երկու զարմանահրաշ մարդկանց հետ, ովքեր մեծ դեր խաղացին իմ հետագա այսպես մասնագիտական կյանքում։ Նրանք էին Ջեմա Մարտիրոսյանը եւ Դավիթ Հակոբյանը։ Երկրորդ կուրսում ներբուհական մի փառատոն եղավ, Գիսանե փառատոնը, որտեղ իմ արդեն լավ ընկեր Գոհարիկ Փոքրիկյանը մասնակցում էր իր բեմադրությամբ, բեմադրությունը կոչվում էր Մոլոդես на одну ночь, ռուսերեն էին խաղում, եւ ես այնտեղ խաղացի Կոշեյ անմահին, Կաշեյ Բիսմերտն։ Ու այդ դերը ոնց որ նոր երկրորդ կուրս եւ այլն, բայց հաջորդ օրը բոլոր դասախոսները ինձ ճանաչում էին արդեն։ Դա իմ համար այդ շրջանում մեծագույն նվաճում էր։ Ինձ միշտ հետաքրքրել է ոչ միայն դերասանությունը, այլ նաեւ դերասանների հետ աշխատելը, պիեսի հետ աշխատելը, գրական ստեղծագործությունը վերածել պիեսի։ Այդ աշխատանքները ինձ միշտ հետաքրքրել է։ Բեմանկարիչների հետ աշխատանքն է հետաքրքրել, երաժշտական ձևավորողներ, կոմպոզիտորներ, իրանց հետ աշխատելը միշտ ինձ հետաքրքրել է։ Ճիշտ է, ավարտել եմ դերասանական ֆակուլտետը, բայց դեռ ուսանող տարիքից անդադար ոնց որ զբաղվում էի նաև, չեմ ուզում տենց վերամբարձանչի, որ ասեմ, զբաղվում էի ռեժիսուրայով, բայց փորձում էի ինչ-որ բաներ ինքս անել, ինքնուրույն։ Թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր, ես անդադար ունեմ ինչ-որ բաներ սովորելու։ Իսկ սովորելու մոլուցքը մեծ է ինձ մոտ։ Ես անդադար ուզում եմ կլանեմ, սովորեմ, նոր բան տեսնեմ, նոր բան փորձեմ։ Զբաղվում եմ նաև երաժշտությամբ։ Գրում եմ երաժշտություններ, նվագում եմ ինքս։ Իմ համար թատրոնը միշտ եղել է իրականության հայելին։ Ինչ իրականություն ունենք մենք, այդ իրականությունը մատուցվում է թատրոնից, բեմից։ Ներվի այսքան դար, որ պահպանվել է, հենց դա է եղել նրա առանձնահատկությունը, որ ինքը միշտ ժամանակին զուգահեռ է քայլել։ Ժամանակավրեպ չի եղել։ Ինչ բեմադրել, ոնց բեմադրել եւ ինչպես դա մատուցել հանդիսական։ Այս երեք հարցը միշտ էլ եղել են թատրոնի առաջնային հարցերը, դա նոր չի։ Չկա գեղարվեստական ղեկավար, ես դեմ եմ դրան, կա օրինակ ինչ-որ տեղերում հանդիպել եմ գեղարվեստական խորհուրդ։ Թող ինձ ներեն բոլորը էլի իմ ավակ ընկերները, բայց դա իրոք սովետից ժառանգած անիմաստ մի բան է, որովհետև եթե ես բեմադրում եմ, ենթադրենք, ես կտավ եմ նկարում, եւ պատկերացրու ինձ կտավ նկարելիս 7 հոգի հետևս կանգնած, յուրաքանչյուրը մի վրցին ձեռքը, վրցնի ծայրն էլ ինչ-որ ներք, ու ինքը պատրաստ է ինձ խորհուրդներ տա, թե ես իմ ծուռ տունը ոնց նկարեմ։ Ես նկարում եմ ծուռ, ես տենց եմ տեսնում, իմ աշխարհը դա է։ Բայց ինձ խորհուրդ են տալիս, ասում են տունը ծուռ է, կամ կտուրը այս գույնով փորձիր։ Չէ, եղբայր, դու վերցու քո կտավը դու արա, դու ինչ գործ ունես իմ կտավի մեջ ես խառնվում։ Ասում եմ ես բան է։
Ես ողբերգակ եմ։ Ես ողբերգակ դերասան եմ։ Դե կներես։ Դու ողբերգակ ես, դու շարքային լացկան ես։ Ողբերգակը ենթադրենք Վարան Փափազյանն էր։ Չէ՞, չանցավ։ Դա